Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ֆրանսիական լույս բժշկասոցիալական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Լևոն Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հարցազրույցի մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ 44-օրյա պատերազմի ժամանակ ձեր նախաձեռնությամբ ֆրանսիացի բժիշկների խումբ ձևավորվեց, հիմնականում վիրաբույժների, եկավ հաստատվեց Ստեփանակերտում եւ Գորիսում աջակցելու հայկական Սպիտակ բանակին։ Սկսենք նրանից, թե ինչպես ձեզ հաջողվեց օտարերկրացի մասնագետներին բերել կրակի գոտի անծանոթ վայրում։ Այդ հարցի պատասխանը ես էլ չգիտեմ ինչպես հաջողվեց, որովհետեւ երևի թե դա մի ճիչ էր, մի կանչ էր բժշկի իր գործընկերներին ուղղված արավիրքի մեջ ընկած ժողովրդին օգնության հասնելու համար ու բժշկության մեջ շատ մարդիկ գտնվեցին բժշկական աշխարհին պատկանող, ովքեր արձագանքեցին եւ մեզ հաջողվեց պատերազմի սկզբից 2 շաբաթ անց 5 հոգուց կազմված բժշկական խմբով գալ Հայաստան եւ այնուհետեւ արագ տեղափոխվել Գորիս եւ Ստեփանակերտ։ Պատերազմի ծանր օրերին ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ նյութատեխնիկական աջակցություն էր անհրաժեշտ։ Գիտեինք, որ ռեսուրսներն օրեցօր սպառվում էին, իսկ պատերազմը դեռ շարունակվում էր։ Չունենալով հանրային դաշտում, որպես հասարակական կազմակերպություն նաև փորձ, ինչպես եք կարողանում Ֆրանսիայից շատ մեծ պահանջարկ ունեցող նյութեր եւ սարքավորումներ հավաքագրել եւ հասցնել Արցախ։ Այդ փուլերում մենք դերևս կազմակերպված որպես կազմակերպություն գոյություն չունեինք, բայց ունենք կազմակերպվածություն։ Սկսենք նրանից, որ հենց պատերազմի սկզբից երկրորդ օրվանից սկսած ես սկսեցի ինտենսիվ հավաքագրել նյութեղեն, գործիքեղեն եւ այն դեղորայք, այն ամենը, ինչ որ իմ կարծիքով որպես բժշկի անհրաժեշտ էր լինելու։ Ես կապի մեջ էի Արցախի առողջապահության նախարարության հետ, բժիշկների հետ եւ այդ գործին նաեւ ինձ հաջողվեց միացնել նաեւ բազմաթիվ ընկերների տարբեր հիվանդանոցներից ֆրանսիական եւ նաեւ ֆրանսիահայ սփյուռքն էր զբաղվում այդ հարցով եւ մեզ հաջողվում էր ինչ որ մի կերպ ուղարկել այդ նյութեղենը պայուսակներով, ճամբրուկներով դեպի Արցախ հասցնել։ Հիշեցնեմ, որ այդ ժամանակում երկիր մոլորակը ընկղված էր կոവിഡ്ի արավիրքի մեջ զուգահեռ եւ շատ դժվար էր ուղարկել կազմակերպելը։ Եվ մենք շաբաթական կարծեմ 2-3 անգամ թռիչքներ կային Air France կամպանիայի, որի միջոցով մեզ հաջողում էր ուղարկել այդ ամենը։ 2 շաբաթ հետո նոր մենք կազմակերպեցինք առաջին բժշկական այց, ինչպես ասեցի, եւ մեր հետ մեծ քանակությամբ նյութեղեն բերեցինք, որովհետեւ մենք ուզում ենք առաջինը բաժանենք այդ ամենաանհրաժեշտ պարագաները եւ նյութեղենը մեր գործընկերներին, ինչպես նաեւ մենք մեր գործունեության մեջ լինեինք համեմատաբար ավելի անկախ։ Ֆրանսիական լույսի գործունեության մասին պատմող Սպիտակ Վահան ֆիլմում ես տեսա, թե ինչպես են ֆրանսիացի բժիշկները շարունակում պատերազմից հետո բուժել եւ օգնել ոտքի կանգնել վիրավոր զինծառայողների։ Ինչ որ հստակ հաշվարկներ չունենք, բայց մի անգամ փորձեցինք մոտավորապես իմի բերել մեր արված աշխատանքը եւ շուրջ 300 ծանր վիրավորներ կարող եմ ասել, որ մեզ հաջողվեց վիրահատել եւ բուժման process-ի մեջ մտցնել համատեղ մեր հայ գործընկերների հետ միասին։ Պիտի առանձնահատուկ նշեմ, որ մենք հիացած ենք, որ մեր հայ գործընկերները իսկապես շատ բարձր մակարդակով ապահովում են բազմաթիվ վիրահատություններ եւ բուժ սպասարկումը վիրավոր զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների եւ քաղաքացիական անձանց։ Ընդհանուր իմաստով բազմաթիվ երևի մի քանի 100 կոնսուլտացիաներ են եղել եւ այդ բոլորի հիման վրա էլ նաեւ ձևավորվեց մեր սոցիալական ակտիվությունը մասամբ, որովհետեւ մենք հասկացանք, որ բուժական process-ները կմնան թերի, եթե նաեւ չընդգրկենք սոցիալական կոմպոնենտը։ 2020-ի պատերազմից հետո ֆրանսիական լույսը շարունակեց իր առաքելությունը Արցախում, առողջապահական ծրագրերին զուգահեռ նաեւ կրթական համակարգում։ Մենք գիտենք, որ տարբեր ծրագրեր եք իրականացրել, որ գյուղական համայնքների դպրոցները ունենային նորմալ կահավորված նկուղներ, առաջին բուժօգնության համար պայմաններ ստեղծվեին։ Զգում եք, որ 2020-ից հետո արցախցին կրկին ստիպված է լինելու անցնել պատերազմի միջով։ Պատերազմից հետո անշուշտ մենք կենտրոնացանք նաև Արցախի հետ մեր գործունեությունը շարունակելու եւ ավելի ամրապնդելու,
Չեմ թաքցնում, որ դժվար էր գտնել այն ոլորտը, որ դա մեզ ավելի հեշտ կլինի աշխատելը, բացի բժշկական ոլորտից։ Մենք փորձեցինք հեռանալ մի քիչ Ստեփանակերտից եւ գնալ դեպի պերիֆերիա Արցախի եւ իմ մասնավորի սկսեցինք աշխատել Մարտունու հիվանդանոցի հետ։ Մի քանի անգամ այցեր արեցինք Մարտունու հիվանդանոց, համարում ենք, որ հիվանդանոցը ուներ շատ լավ անձնակազմ, թե բժշկական եւ բուժքույրական, որոնց մի մասի հետ մենք մինչև օրս պահպանում ենք մեր կապերը։ Կապեր ստեղծեցինք դպրոցների հետ։ Եվ դպրոցներից կարող եմ նշել Այգեստանի դպրոցը, Կարմիր շուկայի դպրոցը։ Շատ բան կախված էր այն անհատներից, ովքեր ղեկավարում են այս կամ այն հաստատությունը։ Եվ գաղտնիք չի, որ միշտ չի, որ այդ ֆիլինգը ձևավորվում է։ Եվ երբ որ մենք ունենք արդեն ձևավորված բարի ինգերական գործընկերային հարաբերություններ եւ փոխադարձ վստահություն, որը կարևորագույն պայմանն է համագործակցության, այդ ժամանակ էլ ձևավորվում էր մեր համագործակցությունը եւ մենք ուրախ ենք, որ կարողացանք որոշ դեպքերում նույնիսկ ստրատեգիական քայլեր անել իմ մասնավորի Կարմիր շուկա գյուղի դպրոցի հետ համատեղ։ Արցախի հայաթափման օրերին եւ դրանից հետո ֆրանսիական լույսը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել արցախցիների համար։ Անվճար ճաշարան Գյումրիում, բակային ճամբարներ, սոցիալական եւ հոգեբանական աջակցություն։ Աշխարհագրության առումով առավել շատ աչքի է ընկնում Գյումրին։ Ինչու՞։ Բռնի տեղահանման օրերին մենք տեղակայվեցինք Վայքում եւ ֆրանսիական լույս ասոցիացիան միակ ասոցիացիան էր այության, որ Վայքում տեղակայվեց եւ 3 օր անցկացրեց Վայքում։ Մեր հետ համատեղ համագործակցությամբ նաեւ մասնակցում էր հերոսների քաղաքը, հերոսների վերականգնման քաղաքը։ Վայքում մենք տեսանք այսպես կոչված դեպորտացիայի անատոմիան, թե ինչպես է տեղի ունեցել 110-130 տարիներ առաջ մեր նախնիների հետ բռնի տեղահանումները եւ գենոցիդը։ Շատ հարցերի պատասխաններ ցավոք նաեւ գտանք։ Եվ Վայքի օրերին իմ կենտրոնացումը զբաղված էր երկու ուղղությամբ։ Մեկը ես իմացա, որ կան մոտ 3000 տեղահանվածներ, որոնք տեղակայվել են Շիրակի մարզում եւ իմ մասնավորի Գյումրիում։ Գաղտնիք չի, որ Գյումրին սոցիալապես բավականին ծանր վիճակում գտնվող քաղաք է, չնայած երկրորդ քաղաքն է Հայաստանի Հանրապետության, եւ ունի ցուրտ ձմեռներ։ Ու ես ինքս լինելով գյումրեցի պատկերացնում եմ, թե ինչպեսի վիճակում պետք է լինեն այդ մարդիկ Գյումրիում, ու հասկացանք, որ մեզ հարկավոր է իրենց տեսնել եւ փորձել հասկանալ իսկ իրենց ինչով կարող ենք օգնել։ Ի պատիվ թե Գյումրու քաղաքապետարանի, թե մարզի կազմակերպվածությամբ պետք է ասեմ, որ Սուրբ Փուլը ըստ էության կազմակերպված էր ոչ վատ կերպով։ Սնունդ էր ապահովում բռնի տեղահանվածներին, ինչքան որ հնարավոր էր հագուստեղեն եւ նաեւ սննդատեսակներ տանը պատրաստելու համար։ Սակայն դա բոլորը ինձ թվաց անբավարար եւ մենք որոշեցինք ձևավորել ճաշարան, որը ըստ մտքի պետք է գործեր ծմրան ամիսներին եւ տաք ճաշով ապահովեր Արցախից տեղահանվածներին եւ այդ միտքը մենք իրականացրեցինք Գյումրու հայ առաքելական եկեղեցու թեմի հետ միասին, Շիրակի թեմի հետ միասին։ Ու ինձ թվում է, որ ինչ որ ձևով կարելի է դա համարել հաջողված, որովհետեւ շուրջ 330-350 արցախցի կարողացան օգտվել դրանից։ Դրան զուգահեռ նաև բացվեց Ֆրանսիական լույս ասոցիացիայի կողմից Գյումրու հայ-ֆրանսիական հոգեբանական եւ սոցիալական աջակցության կենտրոնը։ Իմ հաջորդ հարցը հենց վերաբերում է կենտրոնին, փաստորեն 2023-ի ավարտից, իսկ պաշտոնապես 2024-ի սկզբից կենտրոնը գործում է։ Հիմնական ուղղությունները կենտրոնի որոնք են, չնայած անվանումը որոշակի, հուշում է, եւ արցախցի շահառուները ինչ խնդիրներ ունեն եւ այս ընթացքում որքանով են այդ խնդիրները լուծվել կամ մոտեցել լուծման։ Բնականաբար սկզբի փուլերում մենք փորձում էինք զբաղվել այսպես կոչված սուր հարցերով, այն է հագուստի, սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների ապահովման հարցերով։ Դա մեզ հաջողվում էր իմ մասնավորի Ֆրանսիայի սփյուռքի աջակցությամբ, իմ մասնավորի նաև որոշ գործընկերների աջակցությամբ հայաստանյան, եւ այդ սուր փուլը տևեց մի քանի ամիս։ Սակայն մենք արագ հասկացանք, որ հարկավոր է նաև այդ սուր հումանիտար փուլից անցնել արդեն համեմատաբար ավելի կայուն
եւ ավելի ստրատեգիական փուլի, որն է ուսուցողական ծրագրերի զարգացումը եւ սոցիալիզացիան արցախցիների տեղի պայմաններին։ Այդ շրջանակներում մեր հաջողված ծրագրերից մեկը դա խոհարարական ծրագիրն է, որտեղ արցախցի կանանց համար եւ ոչ միայն արցախցի կանանց համար, նաեւ Գյումրու բնակիչների համար անվճար խոհարարական դասընթացներ ունենք։ Առաջի փուլը անցել է, 6 ամսյա դասընթացներ են դրանք, որը ունեցավ հաջողություն մեծ։ Հիմա երկրորդ փուլն ենք, հաջորդ 6 ամիսը, ել ավելի մեծ թվով կանայք են ընդգրկված։ Եվ մենք հույս ունենք, որ այդ դասընթացների շնորհիվ որոշ կանայք կարողանան նաև աշխատանք գտնել։ Համենայն դեպս մեր կողմից մենք անում ենք այն, որ իրենք կարողանան համեմատաբար հեշտ աշխատանք գտնել։ Մյուս ծրագիրը դա դպրոցական դասընթացների աջակցման ծրագիրն է, որը բավական հայտնի ծրագիր է մեր իրականության մեջ, եւ դա մենք անում ենք, որտեղ նկատում ենք, որ արցախցի երեխաների մոտ էլի սոցիալիզացիայի խնդիր կար եւ դրանում մենք աջակցում ենք երեխաներին եւ իրենց միջոցով նաեւ ընտանիքներին։ Փորձում ենք նաեւ տարածել ֆրանսերեն լեզվի ուսուցման։ Շատ հեշտ չի։ Մենք ֆրանկոֆիլ երկիր ենք, բայց ֆրանկոֆոն չենք այդքան էլ, բայց փորձում ենք մեր չափով էլի ինչքան հնարավոր է ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական մշակույթի եւ պատմության էլեմենտներ փոխանցենք։ Եվ ունենք մանր մունր այլ ծրագրեր, որոնք ընթացքում անում ենք եւ հույս ունենք, որ դա որոշակի աջակցություն է արցախցի բնակչության համար, ովքեր տեղակայված են Շիրակի մարզում։ Պարոն Խաչատրյան, ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ամեն ինչ պետք է անենք, որ չկորցնենք արցախցիներին։ Դուք մտահոգություն ունեք, որ արցախցիները կարող են թողնել Հայաստանը, եթե այո, ապա որոնք են դրանց պատճառները։ Իմ խորին համոզմամբ արցախցիները անհայրենիք են իրենց սեփական հայրենիքում։ Բնականաբար դրա պատճառները զանազան են, բայց անկախ պատճառներից ինձ թվում է, որ լուսավոր եւ մտավոր հատվածը հայ հասարակության դա գիտակցում է եւ ինչ որ ձևով փորձում է դրա դեմն առնել, դրա դեմ պայքարել։ Ակնհայտ է, որ դուք էլ լավ գիտեք, որ արցախցիների մի ստվար զանգված լքել է արդեն Հայաստանը եւ մեկնել է այլ երկրներ, իմաստնավոր Ռուսաստան, փորձելով իր կյանքը դասավորել այնտեղ։ Ես նաեւ գիտեմ օրինակներ, ովքեր նաեւ վերադարձել են գնալուց հետո եւ դա ինձ ուրախացնում է։ Փաստ է, որ Արցախը կորցնելը դա մի ողբերգություն էր, որ տեղի ունեցավ մեր իրականության մեջ 21-րդ դարում, բայց երկրորդ ողբերգությունը թույլ տալ, որ արցախցիներին էլ կորցնենք, դա այլևս մենք իրավունք չունենք։ Նամանավանդ, որ Արցախի կորցնելու հետ կապված կարելի է տարբեր զազրախոսություններով բացատրություններ հորինել, բայց արցախցիների կորուստը ուղղակիորեն կախված կլինի մեր անճարակությունից, հայ հասարակության անճարակությունից։ Դրա համար պետք է փորձենք ցույց տալ, որ մենք այդքան էլ անճարակ չենք։ Մի առիթով ասել եք, որ արցախցիները Հայաստանում ընդունված լինելու խնդիր ունեն։ Դա ավելի շատ ասել եք պետական մոտեցման, թե հանրային տրամադրությունների համատեքստում։ Իրականում կար նաև չճանաչել Արցախցուն, որովհետև ցավոք այնպես էր ստացվել, որ Սովետական միության ժամանակահատվածում Հայաստանի եւ Արցախի միջև կապը այդքան էլ ամուր չէր, այդքան էլ ուղղակի չէր։ Եվ դրա համար նույնիսկ իմ շրջապատում ես զարմանում եմ ինչեւ որս կան մարդիկ, ովքեր ոչ Արցախ այցելել են, ոչ էլ ճանաչում են Արցախը։ Ինձ բախտ վիճակվեց իմ կյանքի ինչ որ մի փուլում այցելել Արցախ, տեսնել, հասկանալ, սիրել Արցախը եւ հասկանալ նաեւ արցախցուն։ Ճիշտ է, հեշտ չի հասկանալ արցախցու, որովհետեւ արցախցին ունի յուրահատուկ բնավորություն, որը նաեւ իրեն օգնել է ադրբեջանական տիրապետության պայմաններում մնալ արցախցի։ Բայց երբ որ դու ընկալում ես ոգին արցախցու, էությունը, բնույթը, արդեն կարծում եմ, որ ինքդ էլ քեզ արցախցի ես զգում։ Սփյուռքում իմաստնավորի Ֆրանսիայի հայկական համայնքում, որտեղ դուք ապրում եւ աշխատում եք որպես սրտի վիրաբույժ, ինչ ընկալում կա Արցախի խնդրի եւ արցախցիների խնդրի։ Որքանով են հետաքրքրված եւ որքանով են ուզում գործնականում մասնակիցը լինել, որ արցախցիները մնան Հայաստանում, որովհետեւ Հայաստանում մնալով կարող են նրանք վերադառնալ Արցախ։ Ընդհանուր իմաստով Սփյուռքը եկեք բաժանենք երկու մասի։ Մի ստվար զանգված, որը ընդհանրապես անջատված է եւ տեղյակ չի իրականություններին։
այդ զանգվածը հիմնականում հուզական եւ էմոցիոնալ ֆոների վրա է իր դրամատրվածությունները արտահայտում, բոլորն էլ բնականաբար ուզում են, մտահոգ են, բայց այդ ամեն ինչից գործնականում ինչ է ստացվում, դա մնում է մեծ հարց։ Մյուս մասը դա ավելի պրակտիկ, ավելի գործնական, ավելի լավատեղյակ հատվածն է, որը ոչ միայն մնում է հոգեհուզական ոլորտում, այլ փորձում է գործնական ոլորտ նաև դուրս գալ եւ իրականում ձևավորել քայլերով մի միջավայր, որտեղ կարողանա օգտակար լինել Արցախցուն։ Դժվար է հարցը, որովհետեւ ըստ էության պարակտում կա ռեալ Սփյուռքի եւ հայկական հասարակության միջև եւ այդ պայմաններում երկուստեք համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ ինչ-որ արդյունք կստացվի, բայց չնայած դրան ակնհայտորեն այդ մյուս հատվածը, որը գործնական մղումների տեր հատված է, ես կարծում եմ, որ մեծ պոտենցիալ ունի եւ կձևավորի եւ կանի իրականում քայլեր Արցախցու կյանքը թեթևացնելու եւ հետագայում միգուցե ավելի ստրատեգիական իմաստով։ Ինչն է պակասում, ինչ անել, որ Սփյուռքը հետաքրքրված լինի, մասնակիցը լինի եւ խոսքը միայն նյութական աջակցության մասին չէ, հայրենիքով ապրելու եւ հայրենիք հաճախ գալու մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ պետք է համատեղ աշխատեն այդ հարցի շուրջ եւ առաջինը, որ պետք է սկսվի, դա լուսավորումն է երկու կողմին էլ։ Թե Սփյուռքի, որովհետեւ Սփյուռքը լուսավորման կարիք ունի, տասնամյակներ շարունակ, ինչքան էլ տարօրինակ թվա, Սփյուռքը կտրված է Հայաստանից։ Եվ նույնն էլ հայկական հայաստանյան հասարակությունը պետք է լուսավորվի Սփյուռքի կողմից, որովհետև այն տարբերությունները անկալման որ կան, դրանք հիմնական անտասենալի խոչընդոտներն են, որ խանգարում են համընդհանուր բարիքը ձևավորելու համար։ Առաջինը, որ կարծում եմ պետք է ձևավորվի, դա ազգային նպատակներն են։ Պետք է գոնե հիմա փորձենք հասկանանք, թե արդյոք մենք ինչ-որ նպատակներ ունեցող ժողովուրդ ենք, թե ոչ։ Եթե հարցի պատասխանը պարզ է, ինձ համար համենայն դեպս այս փուլում պարզ է, որ ոչ, նպատակներ չունենք, պետք է հասկանանք ինչպես ձևավորենք այդ նպատակները եւ ինչպես քայլ առ քայլ գնանք դրան։ Ես տեսնում եմ ուժեր, որոնք այո դրա մասին մտածում են, քայլեր անում են եւ ինձ թվում է, որ պետք է որ այդ քայլերը արդյունք տան։ Իսկ տեղյակ են 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած դեպքերից, որովհետեւ ես տեղեկատվական դաշտում պարբերաբար նկատում եմ թեզեր, որոնք կամ չիմացության հետևանք են կամ դիտավորյալ արհեստական են։ Եվ դա կա նաև որ այո տեղյակ են, կան նաև մարդիկ, որոնք տեղյակ չեն, պարադոքսալ բան եմ ասում, բայց վերջերս մենք ականատես եղանք որոշ հարցերի Արցախի կառավարության հետ հանդիպան ժամանակ, Սփյուռքի եւ Արցախի կառավարության միջև ուղիղ կապեր հնարավորություններ ընձեռվեց ստեղծելու եւ այդ կապի ժամանակ հարցեր էին հնչում, որոնք պարզապես զարմացնում էին։ Օրինակ հարցը, որ հարցնում են իսկ հիմա Արցախում քանի հայ ապրում, ինչպիսին են ասենք հիվանդանոցների եւ դպրոցների վիճակը։ Այստեղից արդեն դուք կարող եք ենթադրել, թե ինչպիսին է պատկերացումը Սփյուռքի մի մասի Արցախի հետ կապված, Արցախի հետ տեղի ունեցող իրադարձություններին։ Դրա համար եմ ասում, որ հարկավոր է շփումները ավելի ինտենսիվացնել, օբյեկտիվացնել, դա կբերի նաեւ մանիպուլյացիաների նվազման եւ այդ դեպքում նոր, այսպես ասած, պարզ ջրի մագարտակով հնարավոր կլինի հասկանալ ինչը ինչն է, ով է։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում էինք Ֆրանսիական լույս բժշկասոցիալական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Լևոն Խաչատրյանի հետ։ Դուք դիտում եք իրականում հաղորդաշարը, կհանդիպենք։